Խոյ կենդանակերպի բացասական հատկությունները։ Չնայած խոյը ուժեղ, նախաձեռնող եւ խարիզմատիկ նշան է, նրա բնավորության մեջ կան նաեւ այնպիսի գծեր, որոնք կարող են բարդություններ ստեղծել թե իր, թե շրջապատի համար։ Այս բացասական հատկությունները սովորաբար ծագում են նրա չափազանց ակտիվ բնույթից, ներքին կրակից եւ մշտական առաջ շարժվելու պահանջից։ Խոյի ամենատարածված թուլություններից մեկը անհամբերությունն է։ Նա դժվարությամբ է ընդունում դանդաղ ընթացքը, սպասումը կամ երկարատև գործընթացները։ Եթե արդյունքը չի երևում արագ, խոյը կարող է կորցնել հետաքրքրությունը, նյարդայնանալ կամ նույնիսկ թողնել սկսած գործը կիսատ։ Այս անհամբերությունը երբեմն խանգարում է նրան տեսնել ամբողջ պատկերը եւ հանգեցնում է սխալ քայլերի։ Մեկ այլ խնդիր է իմպուլսիվությունը։ Խոյը հաճախ գործում է հույզերի ազդեցության տակ, առանց երկար մտածելու հետևանքների մասին։ Նա կարող է արագ որոշումներ կայացնել, խոսել առանց ֆիլտրի կամ արձագանքել կտրուկ։ Հետագայում սա կարող է բերել ափսոսանքի, կոնֆլիկտների կամ հարաբերությունների սրման, հատկապես այն մարդկանց հետ, ովքեր ավելի զգայուն կամ զգուշավոր են։ Խոյը հակված է նաև դոմինանտ վարքի։ Իր առաջնորդական բնույթը երբեմն վերածվում է ցանկության, ամեն ինչ վերահսկելու կամ սեփական կարծիքը պարտադրելու։ Նա դժվարությամբ է ընդունում, որ ուրիշներն էլ կարող են ճիշտ լինել, եւ հաճախ չի սիրում ենթարկվել կամ հաշվի առնել այլ տեսակետներ։ Սա կարող է խնդիրներ ստեղծել թիմային աշխատանքում կամ զուգընկերային հարաբերություններում։ Զայրույթի արագ բռնկումները ևս խոյի թույլ կողմերից են։ Նա կարող է շատ արագ բարկանալ, հատկապես եթե իրեն խոչընդոտում են, քննադատում կամ սահմանափակում։ Թեպետ այդ զայրույթը հաճախ նույնքան արագ էլ անցնում է, պահի ազդեցության տակ նա կարող է ասել կամ անել բաներ, որոնք ցավ են պատճառում շրջապատին։ Խոյը երբեմն չափազանց մրցակցային է։ Նա սիրում է հաղթել եւ առաջինը լինել, բայց այս ձգտումը կարող է վերածվել անառողջ մրցակցության։ Երբ խոյը սկսում է ամեն ինչ դիտարկել որպես պայքար, նա կարող է մոռանալ համագործակցության, համբերության եւ փոխադարձ աջակցության կարեւորության մասին։ Նաև խոյերը հաճախ դժվարանում են ընդունել պարտություն կամ սխալ։ Իրենց ուժեղ ինքնավստահության պատճառով նրանք կարող են երկար ժամանակ չընդունել, որ սխալվել են, եւ պաշտպանել իրենց դիրքորոշումը նույնիսկ այն դեպքում, երբ ակնհայտ է հակառակը։ Սա կարող է դանդաղեցնել անձնական աճը եւ խանգարել դասեր քաղել փորձից։ Ընդհանուր առմամբ, խոյի բացասական հատկությունները հիմնականում նրա ուժեղ կողմերի ստվերային արտահայտություններ են։ Եթե նա սովորի կառավարել իր հույզերը, դանդաղել անհրաժեշտ պահին եւ ավելի հաճախ լսել շրջապատին, այդ թուլությունները կարող են վերածվել հասունության եւ ներքին հավասարակշռության։ Խոյը մեծ ներուժ ունի, պարզապես կարեւոր է, որ այդ կրակը չվառի ամեն ինչ իր ճանապարհով։